Սուրբ Զատկի տոնը Հայաստանում եւ Անգլիայում։ Տոնական զարդարված սրահում գավառի թիվ 3 մանկապարտեզի ավագ խմբի փոքրիկները ներկայացնում են հայկական եւ անգլիական զատկական ավանդույթները։ Հնչում են տոնին բնորոշ աղոթքներ, երգեր։ Երեխաները հանդես են գալիս պարային կատարումներով։ Այս տոնը համարվում է Հիսուս Քրիստոսի ճապարարության տոն, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու նագուն և գլխավոր տոն։ Զատկին տրավար տոներից մեկն է, այսինքն յուրաքանչյուր նշանները փոխվում է։ Եկեղեցին այն նշում է գարնան գիշերը հավասար է հաջորդողության առաջին գրակի օրը, որը ընկնում է մարտիրոսյան 2-ը մինչև ապրիլի 26-ը։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի ջրաքարյուշի պատարագ, որով վերջանում է 7 շաբաթ տևած մեր սպասի շրջան։ Այսօր Զատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, Տոնյանության, բոլորի սրբության։ Այսօր Զատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, Տոնյանության, բոլորի սրբության։ Պատարագի արդյուն հավատացողները իրավացում են Քրիստոս արյան մեղրում, ավետության ազնանան անյան արդյունը Քրիստոսը պատասխանում։ Սուրբ Զատկը ամենասիրված տոներից մեկն է։ Քրիստոնյա աշխարհում մարդիկ ձևերն են քաղաքստանքներ պատմում և ավագվում ամբողջ ընտանիքով։ Հայկական ավանդույթում ներկված է ուներով ծրագրի հետևունելու երկոքույչ է։ Կոտող ավտիկը ախվերջանալվում և ուտում են կոտված ավտիկը։ Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, ամենախորհրդավոր և ամենախորհրդանշական կերպարներից են հայոց դիսական տիկնիկները։ Ուտիստատը և ակլատիսպապը իմաստային առումով կապված են միմյանց հետ։ Ակլատի և ուտիստատս կերպարային ծայնպես նրանք խաղալումներ չեն ստեղծվել, նրանք ունեցել են որոշակի դեր ու նշանակություն։ Ուտիստատը տիկնիկներից ամենատարին է և համարվում է բարեկեթանի խորհրդանիշ։ Նա շերեփը ձեռքերի շրջում երկրագում է մարդկանց ասում։ Ուժիրացել եք և մահմի նվարարող չիտեք դիվանակ պասի։ Նրանից հետո կարելի է ասել կերպար վստահայաց պաս պապը, ակլատիսի նացի տատի հակատվող տիկիններ ու մեզ պասի կարավոր կերպարներից։ Ասներ ուտիստակատի շմիշկը Բարեկեթանի վերցում ասում էր մեզ պաս պապը և երցքի զավտական կաղքներով ուսմոպացի տապացում է։ Ապա ձերք շապատորը ակլատի պապի վերցին 7-րդ պետրը պոկերով արդեն ասում էր ուտիստատը։ Պատկից հետո երազանի, կատար շորեք պարին կուտին, շերեք հարան ուտիստանի, շապտորում են սուրատներին։ Ամեն օր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով և սովորույթները, որոնց մասին մենք այսօր կխոսենք։ Գիտեք, որ անց քրիստոնական երկրում է գտնվում Սուրբ Զատկը։ Օրինակ, Անգլիայի մեջ տոնը կարևոր տոն է, քան Սուրբ Ծնունդը։ Զատկի ձեռքով շաբաթ առաջ դպրոցներում տարվում է արձակուրդ, այնտեղ մարդիկ իրացնում են շոկոլադե ծնունդներով, կոնֆետներով և մասկաբալիկներով։ Շատ երկրնետիներ զարդարվում են տերերով, շուշաներով, նավթիներով, ներերքերով, ձվերով։ Պատակից հետո անգլիացիները վերադառնում են տուն ուտել Զատկի տորթուկուլիչը։ Անգլիայում Զատկը շատ կարևոր քրիստոնեական տոն է, նա խորհրդանշում է Քրիստոսի վերածնունդը և գարնանանուտը։ Երկվա ձևերը ճագարը գարնուկը կարևոր է Զատկի տոնին, ապատակ խորհրդանշում է բնության երկայքի սկիզբ։ Անգլիայում նապաստակը երեխաներին բերում է շոկոլադե զրիկներ և թաքցնում է տարբեր տեղեր, պետք է երեխաները փնտրեն։ Անգլիայում պես անձի կեցանը Զատկի մոխաները օր առաջ է։ Նրանք չեն ընկնում եկեղեցի մոմ վառելու, նաև կարմիր գինի խմելու։ Please come, let's get started.
Նմանատիպ միջոցառումները կարևոր դեր են խաղում երեխաների հոգևոր, մշակութային եւ ազգային ինքնության ձևավորման գործում։ Դրանք ոչ միայն փոխանցում են քրիստոնեական ավանդույթները, այլև նպաստում են երեխաների ստեղծագործական եւ հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ասում են մանկավարժները։ Մեր բալիկները կարողացան ձեզ ներկայացնել Զատկի տոնի խորհուրդը։ Որքան էլ մենք թեքվենք դեպի այլ երկրների մշակույթ, այս դեպքում անգլիական մշակույթ, միևնույնն է, մենք շարունակելու ենք ողորմել, նշել եւ փառաբանել մերը, հայկական, ավանդական, սուրբ Զատիկը։ Վերարկվածները փայլում ելույթ ունեցան եւ ներկայացրեցին մեր եկեղեցական 5 տաղավարտներից երես կարևորագույն տոնը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ցանկանում եմ, որ մեր երեխաների այս մաքուր, անավարտ շուրթերից հնչած այդ աղոթքը հասնի առ Աստված եւ բոլորի տներում թող Աստծո լույսը սփռվի։ Թող այս տոնը սեր ջերմություն բերի բոլորից։ Ծնողները եւս կարևորում են նման միջոցառումների անցկացումը։ Համոզված են, որ դրանք երեխաներին օգնում են հասկանալ եւ գնահատել իրենց ազգային ավանդույթներն ու մշակույթը, նպաստում նրանց համակողմանի զարգացմանը։ Ուզում շնորհակալություն հայտնել մանկապարտեզի ողջ անձնակազմին եւ ընկեր Լուսինե, ընկեր Մարիա եւ ընկեր Սիրյանը հատկապես ձեզ այսօրվա միջոցառման համար։ Իրոք շատ մեծ հաճույք ստացանք, մեծ բավականություն։